Սիրիայի և Իրաքի կեսը ժամանակին գրաված իսլամական պետության ահաբեկիչները ջախջախիչ պարտություններ են կրում։ Իրաքում կենտրոնը կորցնելուց հետո թիրախում սիրիական Ռաքքան է։ Ասադի բանակը իսլամական պետության ձեռքից հետ է խլել կարևոր հենակետեր և նավթահորեր։ Ահաբեկիչները պարտվում են, ամենայն հավանականությամբ կորցրել են իրենց առաջնորդին, շարունակում են կորցնել տարածքներ, բայց վտանգը պահպանվում է, ընդ որում ամբողջ աշխարհում։ Ոչ մի փոփոխություն մարտավարության մեջ չի նկատվելու։ Այսինքն նույն ահաբեկչությունը շարունակվելու է, նույն սպառնալիքը լինելու է եւ տարածաշրջանում եւ դրանից դուրս։ Ուրբաթ Հուրգադայում կատարված հարձակման պատճառով Եգիպտոսի իշխանությունը ուժեղացրել է անվտանգությունը զբոսաշրջային վայրերում։ Ահաբեկչությունները, դրանց փորձերը կարող են լինել ցանկացած տեղ՝ Ռաքքայից Լոնդոն։ Այդ քնած բջիջների արթնացումը եւ հնարավոր ահաբեկչությունների գործողությունները հնարավոր են ցանկացած վայրում։ Եվ ավելի թիրախավորվում են այն վայրերը, որտեղ հնարավոր է ստանալ ավելի շատ արձագանք եւ ունենալ արտասահմանցիներ։ Իսլամական պետության պարտությունները Սիրիայում բացում են քաղաքական կարգավորման հնարավորություն, բայց եթե նույնիսկ Մերձավոր Արևելքում ոչնչացնեն բոլոր ահաբեկիչներին, աշխարհի տարբեր հատվածներում ահաբեկչությունների վտանգը շարունակելու է պահպանվել։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։